Հոյիտապիրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն նշեց, որ հայ ժողովրդին կյանքի մեջ հայ եւ թուրք հարաբերություններ հաստատելու հոլովույթը նոր օրագարկ է եւ բարձ է թե հարց դրվի, որ ինչ կնենք եւ ուր կերտանք։ Անշեշտեց, որ Թուրքիայի ուժերը միացուցած է Ադրբեջանի եւ բادرազմի դաշտ իջած է հայ ժողովրդին դեմ շրջափակման ենթարկելով Հայաստանը։ Թուրքիան նաեւ կշարունակի հայ գգանցի ասմանչյան ուրացման եւ ժխտման իր քաղաքականությունը։ Ընդհանուր վերլուծումը կատարելով Վրաստանի թեմանցիալ Ռուսիո մղած բادرազմին հետևանքներուն ու ստեղծված կացության շուրջ Հրանտ Մարգարյանն նշեց, որ Հայաստան զիջեցավ նախքան բանակցությունները հայտարարություններով, որովհետև իշխանությունները չգիտակցեցան, թե զիջում կատարելով ինչ հետևանքներ պիտի ստեղծվին։ Շեշտելով, որ թուրքական նախապայմանները հստակ են եւ թե Թուրքիա եւ Ադրբեջան դակավին չեն ավարտած Հայաստանի եւ հայ ժողովրդին դեմ իրենց բادرազմը, Հրանտ Մարգարյան հայտարարեց, որ բարդությունը չարիք է եւ ստապելու գոչ ուղեց հայտարարելով, որ վտանգված է ազգային միասնականությունը։ Հոյիտաբյուրոյի ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ դաշնակցությունը դեմ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերություններուն հաստատման, բայց կմերժե Թուրքիո հակահայ քաղաքականության նվաստացուցիչ նախապայմանները։ Հաստատելով, որ հայ գգանցի ասպանությունը ամբողջ հայ ժողովրդին խոցված արժանապատվության խնդիրն է, Հրանտ Մարգարյան հաստատեց, որ չկա առանձնապար հայ գգան սփյուռք եւ հայրենաբնակ ժողովուրդ, այլ գոյություն ունի մեկ ամբողջություն, մեկ ազգ, որ պետք է ունենա քաղաքական նույն օրագարկը, նույն հոգերն ու պատասխանատվությունները։ Իր խոսքին ավարտին Հոյիտաբյուրոյի ներկայացուցիչը գենսական անհրաժեշտություն համարեց հիմնական լուծումները եւ հաստատեց, որ դաշնակցությունը դեպի հիմնական լուծումներ կուղղվի։